Պարոն Թորոսյան, մենք ոչ մեկից շնորհակալություն չենք ակնկալում, մենք ասում ենք ուղղակի իրազեկվի ինչ է կատարվում, եւ սովորական, բայց ես այդքան վստահ չեմ, որ մենք տեղյակ ենք, այսինքն բան ունենք, ինֆորմացիա ունենք։ Ես երեք պաշտպանության նախարարությունում նստած եմ դիմահայաց դեպի դահլիճը։ Շատ հետաքրքիր ֆենոմեն էր։ Պաշտպանության նախարարը ելույթ է ունենում եւ պատմում է ինչ է տեղի ունեցել, ոլորտում ինչ է կատարվել, ինչ է կատարվել։ Մեկ էլ սենց դահլիճին եմ նայում։ Մեկ էլ գնում եմ սենց աչքերը բան են լնում, իրար են նայում։ Այսինքն նույնիսկ պաշտպանության նախարարությունը առանձնահատկություն ունի, այնտեղ տարբեր ստորաբաժանումներ իրանց գործը դեն չեն կիսում առանձնապես կողքինի հետ, բայց այդտեղ այդ խնդիրը, այսինքն այն արձանագրումները, որ անում էր, անպայման դահլիճի մի հատվածում ինչ-որ մի հատ սենց շարժ էր անցնում, որովհետև ընդ որում մենք դրանց մասին կառավարության նիստում խոսել ենք, ասենք, որ այն, որ ռազմական համալսարանի ուսանողը գերազանցը 175,000 կրթաթոշակ է ստանում։ Եվ այլն եւ այդպես շան։ Դուք աշխատատեղերի մասին եք խոսում։ Եթե սխալվում եմ, պարոն Հակոբյան, եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղղեք։ Հիմա օրինակ, երեք մենք Պաշտպան հայրենիաց ծրագրի մասին ենք խոսում։ Այդ աշխատատեղերը մեր տվյալներում արտացոլվում են զինված ուժերի պայմանագրային զինծառայողների։ Պայմանագրինը չեմ կարող ասել, բայց այդ կտորով այո բացում ենք, այսինքն այս աշխատատեղերը ասվածը հարկային գործակալների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա ձևավորված են, այսինքն մենք պետք է առանձին դրա մասին խոսենք։ Չէ, հիմա ես ուզում եմ, չէ, այդ չեմ ասում։ Ուզում եմ ասեմ ընդհանուր աշխատատեղերի թվերի մեջ դա արտահայտված է։ Կոնկրետ այդ դեպքը չեմ կարող միանշանակ ասել, բայց պաշտպանության նախարարության կտորով, այսինքն այն ինչ որ վերաբերում է գաղտնի հատվածին, այդ մասը չունենք աշխատատեղերի։ Ես ինչի համար եմ ասում, օրինակ տեսեք, նույն Պաշտպան հայրենիաց ծրագիրը, երեք ես դրա մասին խոսեցի, չնայած հասկանում եմ, որ կարող է այստեղ մի քիչ բան կա, անձնական դաշտեր մտնելու երևույթ, չգիտեմ, վստահ չեմ, կարող է։ Ես օրինակ մի ժամանակ, երբ որ Պաշտպան հայրենիաց ծրագիրը նոր էր սկսում, ատեստավորված զինծառայողների մասին Պաշտպանության նախարարը իր այջում Պաշտպան հայրենիացի, ովքեր գնացել են ժամկետային զինծառայության, Պաշտպան հայրենիացի պայմանագիր են կնքել եւ հիմա ծառայում են որպես պայմանագրային եւ ծառայությունից դուրս ապրում են իրենց տանը, այսինքն գիշերը քնում են իրենց տանը, եթե այսպես ասած ծառայողական խնդիր չեն կատարում որոշակի ժամանակով։ Պաշտպանության նախարարը իր այջում դնում էր մի քանի դեպքում գերազանց ատեստավորումը անցած զինվորների մասին պատմություններ, ովքեր մոտավորապես կարոն 500, 600, 450,000 դրամ աշխատավարձ են ստանում։ Եվ այդ ռեպորտաժներում նաև նկարագրվում էր, երևում էր այդ մարդկանց տունը եւ այլն։ Եվ ես մի քանի անգամ նախարարին ասել եմ այդ թեմա, վերեք առաջի անգամ բարձրաձայնեցի, վստահել չեմ, որ դա լավ է հնչում, բայց ես համոզված եմ, որ դեպքեր կան, որ իրոք վերջին տարիներին առնվազն այդ տներ միանվագ ոչ մի անգամ 600,000 դրամ չի մտել։ Եվ երբ որ մենք խոսում ենք այսօր ասում են, վայ, սոցիալական վիճակը եւ այլն, բայց աղքատության թվերը, որ նվազում են, այդ թվում դրա հաշվին են նվազում։ Բայց այդ հիմա գնանք այդ ռեպորտաժների տները նայենք եւ հիմա գնանք այդ մարդկանց տները նայենք։ Գնանք տեսնենք, որ այդ մարդկանց բակում մեքենայա կանգնած, որ այդ մարդիկ հիպոթեկով բնակարան են ձեռք բերել եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն այս ամեն ինչի մասին չի խոսվում, չի ասվում։ Բայց սա մենք պետք է արձանագրենք եւ այսօր մեր բանակում շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ կան, ովքեր ես երեք չառաջորն եմ վիճակագրությունը վերցրել 700,000 դրամից եւ ավել աշխատավարձ են ստանում շարքային, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, շարքային պայմանագրային զինծառայողը։ Նրանք, ովքեր տարիներ առաջ 2018-ի դրությամբ ստանում էին 120,000 դրամ աշխատավարձ, 120, 130, լավ 180 թող ստանային։
Եվ երբ որ պարոն Ավինյանն ասում է 2021 թվականին զրոյական վիճակ ունենք, ես էլ եմ ուզում մենք արձանագրենք 2021 թվականին ինչի ունենք զրոյական վիճակ, որովհետև 21 թվականին 18 թվականից 3 տարի արդեն անցել էր, որովհետև այդ ընթացքում մենք 19 թվին էլ ենք այդ թեմայի շուրջ շատ աշխատել, բայց կոവിഡ് եւ այլն, այսինքն այդ process-ները էականորեն հետաձգվեցին։ Բայց էլ եմ ասում, իմ խոսքը բացարձակապես շնորհակալության մասին չի, իմ խոսքը իրազեկման մասին է, որովհետև երբ որ այս լռության պայմաններում է դա տեղի ունենում, դա առնվազն հարցեր առաջացնում է։ Բանն եք ասել իմ համից։ Նախ Տիկին Անդրեասյան ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ եւ ձեր թիմին այս փաստաթուղթը ստանալու համար։ Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը շատ կարևոր ուղերձ է մի կողմից գիտական հանրույթին, բայց մյուս կողմից, որ ոչ պակաս կարևոր է նաեւ տնտեսությանը եւ տնտեսավարողներին, որովհետեւ այն ընկերությունները, տնտեսավարողները, որոնք որ այսօր պիտի որոշում կայացնեն վաղը իրենց պրոդուկտները առավել արդյունավետ դարձնելու համար, այս փաստաթուղթը կարծում եմ շատ կարևոր ուղերձներ է իր մեջ պարունակում, որովհետև հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում եւ մենք անընդհատ խոսում ենք գիտահեն տնտեսություն կառուցելու մեր ցանկությունների, մտադրությունների մասին, ես կարծում եմ այս փաստաթուղթը շատ տեսանելի եւ շոշափելի է դարձնում տնտեսության եւ գիտության միջև փոխկապակցվածությունը եւ ավելի է մոտեցնում դրանք իրար եւ ստեղծում է շատ պարարտ հող գիտության համար սպասարկելու տնտեսության շահերը եւ առանձնահատուկ ես կարևորում եմ այս փաստաթղթի մեջ որի առանցքում դրված է հենց գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների ֆինանսավորումը եւ նոր մոդելը որտեղ մենք առանձնացրել ենք 9 զարգացման 9 փուլեր գաղափարից մինչև փորձանմուշների մինչև արտադրանքի եւ մեծ շուկաներ արտադրանքի ամբողջ ցիկլն ենք մենք կարգավորում եւ ֆինանսավորում եւ այս համատեքստում նաեւ կարեւոր է հիշեցնել օգտվելով առիթից որ արդեն իսկ մենք այստեղ ունենք որոշակի կատարած տնային աշխատանք 25 թվականի հունվարի 1-ից գործող հարկային արտոնությունների նոր փաթեթը, ընդ որում որը գործում է ոչ միայն տեխնոլոգիական ընկերությունների համար, այլև մենք կարծում եմ շատ կարևոր որոշում նախորդ տարի կայացրինք, այն տարածելով ամբողջ տնտեսության վրա, այսինքն այն եւ արդյունքում կարող եմ ասել, որ նախնական մեր ամփոփումը այս ծրագրի ցույց է տալիս, որ արդեն իսկ հարյուրավոր հետազոտողներ, որոնք ներգրաված են տնտեսության մեջ, տարբեր ընկերությունների աշխատակիցներ են, այն ընկերությունները, որոնք կարևորում են նոր գիտելիքի ստեղծումը մեր երկրի ներսում, օրինակ 20% եկամտային հարկի փոխարեն վճարում են 10% եկամտային հարկ եւ այլ տեսակի արտոնություններ, եւս մեկ անգամ այս ամբողջը ամփոփելով կարծում եմ սա մի նոր քայլ է առաջընթաց է գիտության զարգացման եւ մեր տնտեսության զարգացման համար։ Շատ լավ, շնորհակալ եմ հարգելի գործընկերներ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։